24 ժամյա ռեժիմով անենք, արագ անենք, չիմանան կամ այսինքն բայն 6 ամսվա պարոն Թունյան 100 անգամ քննարկել ենք, հիմա կասեք турքը դրա մեջ չի մտնում։ Հա բայց դե բանի տնտեսվարողի համար ինչ տարբերություն, անունը ինչ եք դնում այն գումարի, որը որ պետք է ինքը ավել վճարի այդ գործարքը կատարելու համար։ Դա կդնեք մաքսատուրք, թե չգիտեմ պետական турք, թե անուղակի հարկ եւ այլն։ 6 ամիս առաջ ուրեմն ինքը տեղյակ լինելու մասով, այսինքն երբ որ օրենքը ընդունվում է, գիտեք, հարկային օրենսգրքում ասում է 6 ամսվա պահպանի, որ կարողանա վերադասավորվի, էլի, պետք չի որևէ մեկին լավություն անել, մեկին վնասելու հաշվին։ Ինչ ասում ենք, պարոն Թունյան, ասում եք ես եմ եղել, ես եմ արել, լավ, շատ լավ, դուք եք։ Եթե այդքան հրատապ է, ի վերջո լիազոր մարմին կա եւ բավականին էլ խորը ես տեսնում եմ, որ ոլորտի համակարգողով խորը պատկերացնում է այդ խնդիրները, գիտի այդ մասին։ Այսինքն մի կողմից ասում եք այդքան հրատապ է, բայց լավ է որ Նարեկը Ղարամանյան, ասենք, այս նախագիծը բերեց։ Բայց այդ հրատապ խնդիրները, որ օր առաջ, ժամ առաջ պետք է կարգավորման ենթարկվեն, տեսեք այդ պատերազմը երբ ա եղել, դրա հետևանքով այդ փոփոխությունները երբ են եղել, այդ սուբսիդավորումները, այսինքն շատ հրատապի դեպքում այո լիազոր մարմինը պետք է բերեր, առաջարկեր 24 ժամյա ռեժիմով եւ այս կարգավորումները փոփոխվեր եւ լիներ։